Ես կառաջարկեի օրինակ մշտապես ասել եմ նրանց միավորվեք մեկ դաշինքում եւ կլիներ երկու ընդդիմադիր քաղաքական ուժ պարագայում, որտեղ ձեզ ոչ մի բանով տարբերություն չունեք, բացի նրանից, որ զուտ քաղաքական դեմքերի տարբերություն եք դրել, փորձում եք абստրահվել իրարից, ասելով, որ իրար ձայն չեք տալու, այն պարագայում, երբ այդ երեք ուժերից միայն մեկը ունի վարչապետի թեկնածու, մնացածը կամ թաքցնում են կամ չեն ուզում բացահայտեն քաղաքացիներին, թե ով է նրանց վարչապետի թեկնածու։ Ու այս միտքը, որ հիմա ասում եմ, իմ մոտ sense շոկ է, ուղղակի ոնց կարանք 35 տարում չստեղծենք մի քաղաքական թիմ կամ նենց քաղաքական մշակույթ, որ այս թեզը ընտրություններից մեկ ամիս առաջ չհնչի։ Ունեմ վարչապետի թեկնածու, չեմ ասի, որ չթիրախավորեք, դա ուղղակի ծիծաղ չի, դա ուղղակի քաղաքական սնանկության մասին է խոսում, ոնց կարող ես դու ունենալ քաղաքական ուժ ու գնալ ընտրությունների այն մտքով, որ պետք է հաղթահարես ու հաղթես, բայց չհայտարարես ով է քո վարչապետի թեկնածուն։ Կամ ասես կգանք սահմանադրությունը կփոխենք, մեկն էլ դա է ասում ուժերից մեկն էլ։ Այդ մեկն էլ ընդհանրապես նոնսենս է, ինչի, որովհետև երբ ասում ես լավ ասենք թե ենթադրենք դուք այդքան հզոր եք, այդքան ուժեղ եք, այդքան եսի ինչ եք եկաք սահմանադրական մեծամասնություն հավաքեցիք, այդ ինչ նշանակում առնվազն 60% քվե պետք է ունենան, որը բացառում եմ ցանկացած սցենարում, բայց ասենք թե եկաք հավաքեցիք այդքան տոկոս, բա ինչ այդ ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն։ Ոչ մեկ չի հայտարարում դա, ասում են չեն հերքում, չեն հայտարարում դա, ինչի, որովհետև Նարեկ Կարապետյանի ձայներ ոչ մեկ չի տա։ Իսկ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, դրանից հետո քաղաքացիության նորմը, նստակյացության նորմը փոխելը բավականին երկարատև գործընթաց է, իրանք էլ են ասում, որ ամիսներ շարունակ կարող է տևել այդ գործընթացը, բայց դրա հետ զուգահեռ մանիպուլացնում են քաղաքացուն եւ վերնագրեր են դնում մեկ կալանավայրից ուղիղ վարչապետի աթոռին են գնալու նստեն։ Ավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։